Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում։ Չէ հասցե Թուրքիայի հասարակությունը մարսել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչ երկիրը նոր պատերազմի մեջ է ներքաշվել Իրաքում եւ Սիրիայում, իսկ պետության արևելյան շրջաններում կրկին ակտիվացել են քրդերը։ Ընդ որում այս ամենը տեղի ունենում արտաքին ուժերի, այնպիսիք ինչպիսին են Միացյալ Նահանգները, Եվրամիության որոշ երկրներ, Իրանը եւ այլն անմիջական ազդեցությամբ կամ մասնակցությամբ։ Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակ է փոխվում եւ Թուրքիան չի կարողանում ասումնալ այդ փոփոխություններին։ Բայց եկեք հարցը դիտարկենք առավել մանրամասն։ Ամռան այս ամիսներին երկու կարևոր իրադարձություններ խաթարեցին պաշտոնական Անկարայի հանգիստը։ Խոսքը նախ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին է վերաբերվում, ապա Իրանի եւ միջազգային միջնորդների վեցյակի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Առաջինի արդյունքում Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը եւ հիմա ստիպված է դաշնակիցներ որոնել խորհրդարան անցած այլ քաղաքական ուժերի շրջանում։ Իսկ երկրորդ իրադարձության արդյունքում Թուրքիան իր համար կենսական կարևորություն ունեցող Մերձավոր Արևելքում ստացել է Իրանի Իսլամական Հանրապետության պես ուժեղ մրցակից։ Եվ սա այն պարագայում, երբ առանց այս գործոնների էլ Թուրքիան ուներ մի շարք ներքին եւ արտաքին ցակման խնդիրներ, որոնց հաղթահարելուն ուղղված Անկարայի քաղաքականությունը երբեք չէր կարելի հաջողված կոչել։ Հիմա Էրդողանը կանգնած է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության փաստի առջև։ Նրանք հասկանում են, որ դիրքերը թույլ են թե երկրի ներսում եւ թե նրա սահմաններից դուրս։ Ընդ որում երկու ճակատների այս գործընթացները հաճախ փոխկապակցված եւ միմյանց փոխլրացնող են։ Ակնհայտ է Էրդողանի իշխանությունն այս մարտահրավերների համար չունի քաղաքական լուծումներ։ Որպես արդյունք նրանք փորձում են հիմնովին փոխել իրավիճակը Թուրքիայի ներսում եւ Մերձավոր Արևելքում։ Առաջին պարագայում դա խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումն է, երկրորդ դեպքում պատերազմը Մերձավոր Արևելքում։ Թուրքիայի զինված ուժերը հուլիսի 24-ի երեկոյան, հուլիսի 25-ին եւ 26-ին F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական ճամբարներին։ Միաժամանակ որոշում է ընդունվել հարվածներ հասցնել նաեւ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության սիրիական դիրքերին։ Այս մասին որոշում է կայացվել հուլիսի 23-ին եւ 25-ին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ հրավիրված անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում։ Հետաքրքրական է, որ Թուրքիան, որի անունը բազմիցս հայտնվում է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման աջակից երկրների շարքում, նախաձեռնել է հարձակում իր իսկ սնած կազմակերպության դեմ։ Հակաահաբեկչական գործողություն իրականացնելու պատրվակն այնքան էլ իրատեսական չէ եւ ակնհայտ է, որ թուրքական կառավարության այս ձեռնարկման հետևում այլ քաղաքական հաշվարկներ են թաքնված, որոնց մասին դժվար չէ գլխի ընկնել։ Քրդական գործոնը տարածաշրջանում կրկին ակտիվանում է։ Թուրք-քրդական համաձայնագիրը կորցրել է իր ուժը եւ Մեծ Քրդստանի խճանկարը մաս առ մաս հավաքվում է։ Արդեն իսկ Իրաքի հյուսիսում ձևավորվել է Իրաքյան Քրդստանը։ Սիրիայի հյուսիսում քրդերը կայուն հաջողություններ են արձանագրում։ Իսկ Թուրքիայի տարածքում քրդական շարժումը վերսկսվելու միտումներ է արձանագրում։ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում նոր քրդական պետություն ստեղծվի, որը հարավից սահմանակից կլինի Թուրքիային։ Անկարան կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի այդ ծրագիրը երբեք չիրագործվի, որքան էլ բարձր լինի հարցի արժեքը։ Ընդամենը շաբաթներ առաջ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը վաղուց էր պատրվակ փնտրում մտնելու Սիրիայի տարածք եւ սպասում էր հարմար պահի կենսագործելու այդ պլանը։ Իսլամական պետության դեմ հակաահաբեկչական պայքար մղելու դրոշի ներքո Թուրքիան ռազմական միջամտություն կատարեց Սիրիայում։ Անցած 18 ամիսներին Իսլամական պետության դեմ ամենաարդյունավետ պայքարը մղել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը մոտ կանգնած սիրիացի քրդերի ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները եւ Էրբիլից ղեկավարվող փեշմերգայական ուժերը։ Քրդերի շարքերի թուլացումը Սիրիայում միմիայն օգնում է ընդլայնել հյուսիսում Իսլամական պետության գրաված տարածքները, իսկ հարավում մոտենալ Բաղդադին։ Թուրքական օդուժի այդ ռմբահարումները բախումներ են բորբոքում թուրքաբնակ քրդերի եւ թուրքական անվտանգության ուժերի միջև եւ կարող է Թուրքիան վերածել արյունալի եւ սարսափելի դժոխքի, նկատել է անգլիական Times թերթը։ Թուրքական կառավարության հուլիսի 25-ի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Իրաքում եւ Սիրիայում կազմակերպված ռազմական գործողությունների մասին թուրքական կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ին եւ ՆԱՏՕ-ին։
եւ կարծես թե կողմերից ոչ մեկն առարկություն չի ներկայացրել։ Առարկություն չի ներկայացրել նույնիսկ այն փաստի կապակցությամբ, որ իսլամական պետության դիրքերին հարվածելու փոխարեն Սիրիայում եւս թուրքերն անօրինական ռազմական գործողություններ են իրականացնում քրդերի նկատմամբ։ Այսպես, Լոնդոնում գտնվող Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը հայտնում է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող տանկերը գիշերը կրակ են բացել Սիրիայի հյուսիսային Հալեբ նահանգի Զորմաղար գյուղի ուղղությամբ, որն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։ Ավելին, այդ որոշումից առաջ տեղի ունեցած զարգացումների արդյունքով է Անկարան թույլտվություն ստացել ռազմական գործողություններ սկսելու համար։ Հուլիսի 7-ից 8-ը ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի հատուկ պատվիրակը թոշակառու գեներալ Ջոն Ալենը բանակցություններ էր վարում Անկարայում։ Այդ հանդիպումը կարելի է առանցքային համարել, որից հետո խաղի կանոնները Մերձավոր Արևելքում կարծես փոխվում են։ Անդրկուլիսյան բանակցությունների գործնական արդյունքներից դժվար չէ գուշակել, որ Ինջիրլիքի ավիաբազան ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին տրամադրելու դիմաց Թուրքիան ստացել է Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին հարվածելու հնարավորություն։ Ավիաբազայի կիրառումը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, քանի որ վերջինս ձգտում է Սիրիայի հյուսիսը մաքրել իսլամական պետության զինյալներից եւ ազատ գոտի հայտարարել։ Այն պետք է ձգվի Մարեայից մինչև Ջարաբլուս, այսինքն մոտ 100 կիլոմետր։ Թուրքիայի ռազմական գործողությունները Իրաքում եւ Սիրիայում բազում հակառակորդներ ունեն, թե երկրի ներսում եւ թե դրսում։ Արևմտյան քաղաքական հանրությունը, որը վերջին շրջանում ակտիվ համագործակցում է իրաքյան քրդերի հետ իսլամական պետության դեմ պայքարում, հասկանում է, որ նման գործողություններով Անկարան էլ ավելի է բարդացնում իրավիճակը Մերձավոր Արևելքում, խափանելով նույն այդ տարածաշրջանում արևմուտքի ծրագրերի իրականացման ընթացքին։ Մյուս կողմից դա այն գինն է, որ նույն Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է վճարեն Թուրքիայի տարածքում ռազմական հենակետ ունենալու համար։ Ռեպորտաժում արդեն ասվեց այն մասին, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջև որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ամենի կապակցությամբ։ Թուրքիան մասնավորապես համաձայնվել է Ինջիրլիքի ավիաբազան տրամադրել Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին։ Բայց սա խնդրի վերջնական լուծումը չէ։ Պարզ է, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի այսպես կոչված անվտանգություն գոտու ստեղծելու ծրագրերին անհետևանք չեն մնա եւ նույն Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինեն սահմանափակել Անկարայի ակտիվությունը։ Կասկածից վեր է, որ երկու պետությունների բախման կետը կլինի քրդական հարցը։ Չէ՞ որ Սիրիան ներխուժելու թուրքական գաղափարի հիմքում հենց քրդական գործոնի չեզոքացումն է այդ տարածաշրջանում։ Գործոն, որի կայացման համար արևմուտքն այդքան շատ ջանքեր է թափել։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները փորձում են առավել ակտիվ ներգրավվածություն ապահովել Մերձավոր Արևելյան զարգացումներում, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում։ Եթե նախկինում պաշտոնական Անկարան ճակերտավորացված չեզոք դիրքերից էր հանդերձ գալիս եւ դրանով փաստորեն նա դուրս էր մնում տարածաշրջանում տեղ ունեցող ըստ իս թուրքերի համար բավական կարեւոր գործընթացներից, խոսքս վերաբերում է հատկապես Սիրիայի քրդերի հետ կապված զարգացումներին, ապա այժմ փաստորեն այդ ակտիվությունը նկատելի է։ Պարզ է, որ թուրքերը չեն ցանկանա կամ չեն հանդուրժի իրենց սահմանին հարակից հատվածներում մի այնպիսի վտանգավոր կառույցի գոյությունը, ինչպիսին իսլամական պետությունն է։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ թուրքական իշխանությունները չեն ընդունի եւ չեն հանդուրժի Թուրքիայի հարակից սիրիական հատվածներում քրդաբնակ ինքնավար հատվածների գոյությունը։ Եվ հենց պատահական չէ, որ օրինակ Թալաբիադը նվաճելու ժամանակ, երբ որ քրդական զինված ստորաբաժանումները բավական հաջող ռազմական գործողությունների հետևանքով նվաճեցին Թալաբիադը իսլամական պետությունից, գրավեցին որոշ բնակավայրեր եւ ըստ էության միացրեցին քրդաբնակ Քոբանի եւ Ալ-Ջազիրա հատվածները միմյանց, թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարություններով հանդես եկան, որ չեն հանդուրժի, չեն ընդունի, որ Թուրքիային հարակից սիրիական հատվածներում ձևավորվի ինքնավար Ռոժավայի այդ քրդաբնակ հատվածը կամ Սիրիական Քուրդիստանը։ Ըստ իս այն ինչ տեղի ունենում այս պահին, դա Մերձավոր Արևելքում ներկայիս ստեղծված իրողության հետ կապված թուրքական իշխանությունների նպատակների եւ այդ հայտարարությունների գործնական կիրարկումներին միտված քայլեր են։ Հարվածելով իսլամական պետությանը Սիրիայի հատվածում եւ բացելով իր ռազմաօդային բազաները կոալիցիոն օդուժի համար, Թուրքիան ցույց պատրանք է ստեղծում, կարելի ասել, որ վճռական է տրամադրված իսլամական պետության դեմ պայքարում եւ կանգնած է միջազգային կոալիցիայի կողքին։ Միևնույն ժամանակ հարվածներ հասցնելով Իրաքյան Քուրդիստանում PKK-ի կամ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կայանատեղիներին,
իրականացնելով ձերբակալություններ հենց Թուրքիայի տարածքում, Թուրքիայի ներսում ճնշումներ իրականացնելով այդ կուսակցության հանդեպ, Թուրքիան ըստ լուծում է հետևյալ խնդիրները։ Նախ առաջին, թուլացնելով PKK-ին, նա թուլացնում է Սիրիայի քրդերին, որովհետև PKK-ի ազդեցությունը ահռելի է Սիրիական Քուրդիստանում։ Դա մեկ։ Երկրորդ, նա փորձում է սեպ խրել Մերձավոր Արևելքում քրդական ուժերի միջև, որովհետև հյուսիսային Քուրդիստանում իրականացնել օդային հարվածներ, կարծում եմ թուրքական կողմը չէր կարող ուղղակի առանց տեղեկացնելու ՔՌԿ-ին, կամ Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանը կամ Բարզանիական թևին։ Եվ երրորդ, թուրքերը դրանով ուղղակի փորձում են այս ակտիվությամբ, այս օդային հարվածներով, ռազմական գործողություններով փորձում են ցույց տալ, որ իզորուեն իրենց հարմար մեթոդներով եւ նպատակներով իրականացնել ռազմական գործողություններ իրենց նպատակներին հասնելու համար եւ դրանով փորձում են բարձրացնել իրենց հեղինակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։ Իրականում Թուրքիան որոշակի ծողակում է հայտնվել։ Պարզ է, որ Անկարայի գործողությունները Սիրիայի եւ Իրաքի քրդերի դեմ չէր կարողան արձագանք մնալ հենց Թուրքիայի ներսում բնակվող բազմամիլիոնանոց քրդական համայնքի կողմից։ Հատկապես հիմա, երբ Թուրքիայի քրդերը հավակնում են ակտիվ մասնակցություն ունենալ երկրի ներքաղաքական զարգացումներում։ Չէ՞ որ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել է ընտրողների ավելի քան 13%-ի քվեն, խորհրդարան անցկացնելով 80 պատգամավորներ։ Եվ հիմա, երբ Թուրքիայի իշխանությունները մի կողմից պատերազմ են վարում Իրաքի եւ Սիրիայի քրդերի դեմ, իսկ մյուս կողմից փորձում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցության մեծամասնությունը ապահովելու ու քրդերին խորհրդարանից դուրս թողնելու համար, պարզ է, որ ընդվզումը քրդական շրջաններում կարող է պատմական մաքսիմումի հասնել։ Թուրքիայում իրավիճակը բավական խառնակ է մի քանի ճակատներով։ Այսինքն այստեղ ոչ միայն քրդական խնդիրն է սրացել, այլ նաև խնդիրներ կան իսլամական պետության հետ, ինչպես նաև մեկ ամսից ավել է Թուրքիայում չեն կարողանում կազմել կոալիցիոն կառավարություն, ինչը եւս լուրջ խնդիրներ է առաջ բերում։ Այնպես որ պետք է ասել, որ Թուրքիայի համար բավական բարդ, խճճված, ինչու՞ չէ, կարելի է հենց այդպես ասել, քաոսային իրավիճակ է ներկայում եւ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ են լինելու։ Եթե այսպես առանձին ճակատների բաժանենք, ապա առայժմ հստակություն չկա կոալիցիայի հարցում, ինչը կարող է բերել նոր ընտրությունների։ Իսկ դա արդեն իր հետ նոր խնդիրներ է առաջ բերելու, հաշվի առնելով քրդական սրացումը։ Քանի որ իշխող կուսակցությունը առաջին հերթին խնդիր է դնելու տապալել նոր ընտրություններում քրդական կուսակցությանը, իսկ դա բերելու է շատ լուրջ բախումների։ Այսինքն քրդական կուսակցությունը, ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը ցույց է տվել, որ ոչ միայն կարողանում է հաղթահարել 10%-անոց անցողիկ շեմ, այլ նաև 13% ձայներ հավաքել։ Իսկ նոր ընտրություններում, եթե նրանք չկարողանան անցնել խորհրդարան, դա արդեն պատկերացրեք, թե բազմամիլիոն քուրդ ընտրողներ ունեցող քաղաքական կուսակցության համար ինչ կնշանակի եւ այսպես բախումների նոր ալիք կարելի է սպասել Թուրքիայում։ Եվ հետո շատ կարևոր զարգացում է տեղի ունենում 2 տարի, այսպես պայմանական հրադադարից հետո մենք տեսնում ենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ թուրքական պետության միջև արյունարի բախումները վերսկսվել են։ Այսինքն նշանակում է, որ Էրդողանի թուրք-քրդական համերաշխության ծրագիրը որոշակիորեն ձախողում է ապրում, քանի որ 2 տարի ընդմիջումից հետո արդեն երկու կողմը զոհեր ունեն։ Իսկ դա նշանակում է, որ հրադադարը մեծ հաշվով արդեն խախտված է եւ թուրք-քրդական բախումների նոր շրջանն է սկսվելու եւ թուրքական իշխանություններին պետք է նոր քաղաքականություն, նոր ջանքեր, որպեսզի խաղաղությունը վերականգնվի, թե դա ինչպես կհաջողվի Էրդողանին բավական բարդ է ասել, քանի որ նախ եւ առաջ Էրդողանը խնդիր ունի կոալիցիոն կառավարություն կազմելու համար։ Քրդերի դեմ այս պայքարում Էրդողանի իշխանությունը փորձելու է մի քանի խնդիր լուծել։ Առաջին հերթին իհարկե նրանց պետք է ինչ-որ կերպ ամրացնել սեփական իշխանությունը երկրի ներսում։ Ճգնաժամային այս իրավիճակը թույլ է տալիս Էրդողանի կողմնակիցներին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագրեր մշակել։ Վերջիններս հասկանում են, որ քաղաքական այս դասավորությամբ արդարություն եւ զարգացում կուսակցությունը երկրի զարգացումներին ազատ տնօրինելու հնարավորություն չի ունենալու։ Իսկ նոր ընտրությունները կարող են միայն բարելավել իրավիճակը։ Նրանց գնահատականների համաձայն ավելի վատ լինել չի կարող, քանի որ անցած ընտրություններն առանց այն էլ վատագույնն էին ԱԶԿ-ի վերջին տասնամյա գործունեության ընթացքում։
Քրդական խնդրի կարգավորումից հրաժարվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ էլ որոշել է վերացնել հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով թուրքական խորհրդարանում 80 падգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Ինչպես հաղորդում է Armen Press-ը, վկայակոչելով թուրքական Cumhuriyet թերթը, Էրդողանի հանձնարարությամբ քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության առաջին քայլը դարձել է այն, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշի падգամավորական անձեռնամխելիությունը վերացնելու առաջարկով հուշագիր է ներկայացրել թուրքական խորհրդարան։ Սոյլուն հանկարծ հիշել է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Դեմիրթաշը հայտարարել էր, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը Սոյլուի գլխավորությամբ 3,500-անոց կեղծարարների թիմ է ստեղծել քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը ընտրական շեմի տակ պահելու համար։ Սոյլուն մեղադրանք է ներկայացրել Դեմիրթաշին եւ խորհրդարանից պահանջել վերացնել նրա падգամավորական անձեռնմխելիությունը։ Նա իր փաստաբան Ուղուր Քզլջայի միջոցով քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդի նկատմամբ համոզվածության եւ արտահայտվելու ազատության սահմանները գերազանցելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Վերջինս էլ որոշելով, որ հայցը Դեմիրթաշի մեղքն ապացուցող տարեր է պարունակում եւ Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածի հիման վրա խորհրդարանից պահանջել է վերացնել նրա падգամավորական անձեռնամխելիությունը։ Խորհրդարան անցած քրդական կուսակցությունից ձերբազատվելու համար Էրդողանի գործողությունների հետ կապված թուրքական խորհրդարանում քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խմբակցության ժողովում օրերս ունեցած ելույթում Դեմիրթաշն ասել է. «Մեր միակ մեղքն այն է, որ 13% ձայներ ենք հավաքել եւ խորհրդարանում 80 падգամավոր ապահովել։ Մենք հայտարարել ենք թուրքական կառավարության հետ յուրաքանչյուր հարց համաձայնեցված կերպով քննարկելու մասին եւ հաշտության խոստում տվել թուրք հասարակությանը, սակայն մեկ շաբաթ հետո իշխանությունները հրաժարվեցին դրանից, իսկ երկրի նախագահը հայտարարեց, որ Թուրքիայում քրդական խնդիր չկա։ Քրդական խնդիրը կարգավորելու խոստումից հրաժարված Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում 80 քուրդ падգամավորների ներկայությունը խիստ վտանգավոր է համարում, ինչի պատճառով ցանկանում է պահ առաջ ազատվել այդ կուսակցությունից եւ նրա առաջնորդներից։ Թուրք-քրդական հարաբերությունները հետզհետե լարվածության նոր փուլ են մտնում։ Իրաքյան Քրդիստանի տարածքում քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը ռմբակոծելուց հետո պաշտոնական Անկարան երկրի ներսում նոր խնդիրների առջև կանգնեց։ Թուրքիայի քրդական աշխատավորական կուսակցության մարտիկներն ակտիվացրեցին ահաբեկչական գործողությունները թուրք իրավապահ մարմինների նկատմամբ։ Անցած օրերին քուրդ զինյալների նոր հարձակման հետևանքով տուժել են 1 ենթասպա եւ 2 զինվոր։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, քուրդ զինյալների հարձակումները տեղի են ունեցել տարբեր վայրերում։ Էրզրումի Հորասան գավառում ենթասպան Նազնիմ Ալթունը ենթարկվել է քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողմից հարձակման, վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Մյուս հարձակումը քրդերը գործել են Բայազետում։ Ռմբակոծման հետևանքով վիրավորվել է 2 զինվոր։ Նրանք եւս տեղափոխվել են հիվանդանոց։ Թուրքական բանակն ու իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով։ Խնդիրն Անկարայի համար բարդանում է նաև այն հանգամանքով, որ տարածաշրջանի քրդերին վերջին տարիներին աջակցում են նաև մերձավոր արևելքում քաղաքական շահ հետապնդող այլ գերտերություններ, այդ թվում նաև Ռուսաստանը, Իրանն ու ԱՄՆ-ն։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադի գեներալ Սեյեդ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից քրդերի վրա հարձակումը ռազմավարական սխալ է։ Անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող գործողություններին, գեներալը մասնավորապես նշել է. Թուրքիայի կողմից իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անվան տակ այդ նույն խմբավորման դեմ կռվող քրդերի վրա իրականացրած հարձակումները սխալ էին, որոնց պատճառով ահաբեկիչները հեշտությամբ կարող են մոտենել Թուրքիայի սահմաններին։ Այն, որ Թուրքիայի գործողությունները երկակի ազդեցություն են թողնում մերձավոր արևելքի քաղաքական զարգացումների վրա, նկատել են նաև արևմուտքում։ Սակայն Էրդողանի իշխանությունը շարունակում է ակտիվ գործողությունները քրդերի դեմ Թուրքիայի ներսում եւ հարակից պետությունների տարածքում։ Ներկայում ակտիվացնելով հակամարտությունը քրդերի հետ, Էրդողանը պարզապես փորձում է շահել Թուրքիայի ազգայնական տարի բարեկամությունն ու աջակցությունը։ Այսինքն ստեղծվում է արտաքին եւ ներքին թշնամու կերպար, որի դեմ պայքարի համար էլ Էրդողանի թիմը փորձելու է կոնսոլիդացնել թուրք հասարակությանը։ Թուրքիայի ներկայիս իշխանությունները հուսով են, որ այդ ծրագիրը կարող են կյանքի կոչել եւ նպատակաուղղված աշխատում են այս ուղղությամբ։ Եթե միջև այդ կառավարությունը չձևավորվի, ապա մի քանի օրվա ընթացքում նախագահը
պարտավոր եմ հայտարարել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնք տեղի կունենան, եթե տեղի ունենան, նոյեմբերին այս տարվա։ Սա է ընդհանուր, այսպես ասած, պատկերը, եւ ասեմ, որ ըստ որոշ հարցումների եւ վերլուծությունների այժմ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը գնահատվում է 75%, իսկ որ կառավարություն կհաջողվի կազմել 25%, այնպես որ 3 անգամ ավելի հնարավորությունը մեծ է, որ վաղաժամկետ ընտրություններ տեղի կունենան։ Եվ այս պայմաններում իհարկե որոշակի եւ ակնհայտ լարվածություն է ձևավորվում Թուրքիայի ներքաղաքական կյանքում։ Այս իրավիճակը պետք է ասել, որ ձեռնտու է կառավարող կուսակցությանը։ Ըստ եթե դատենք այն հայտարարությունների, որոնք արվում են կուսակցության ներկայացուցիչների կողմից դեռևս ընտրությունների հունիսի 7-ի ընտրություններից անմիջապես հետո, ապա պարզ է դառնում, որ կուսակցության ղեկավարությունը, մասնավորապես ինքը Էրդողանը, պատրաստ են եւ ձգտում են գնալ դեպի վաղաժամկետ ընտրությունների, քանի որ հույս ունեն, որ վաղաժամկետ ընտրությունների ընթացքում կստանան ավելի շատ ձայներ։ Նույնիսկ մոտավորապես հաշվարկվում է, որ հնարավոր կլինի ստանալ 45-46% ձայն, ներկայիս 41%-ի դիմաց, ինչը հնարավորություն կտա նրանց կազմելու միատարր կառավարություն, այլ ոչ թե կոալիցիոն։ Եվ այս խնդիրը լուծելու համար ներկայիս կառավարող կուսակցությունը Էրդողանի թիմակիցները եւ ինքը Էրդողանը փորձում են օգտագործել նաեւ արտաքին քաղաքականությունը երկրի, ծառայեցնել այս նպատակին։ Եվ պետք է, ես կարծում եմ նաեւ այն ինչ որ տեղի ունենում Սիրիայում, Հյուսիսային Իրաքում, պետք է կապել ներքին քաղաքական իրադրության հետ Թուրքիայի։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չի լինելու, որքան թվում է Թուրքիայի իշխանություններին։ Ինչպես նշեցի քիչ առաջ, Մերձավոր Արևելքում քրդական գործոնը խիստ կարևոր է Արևմուտքի համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես լուրջ ծրագրեր ունի տարածաշրջանում։ Հատկապես հիմա, երբ Թեհրանին հաջողվել է գործողությունների որոշակի դաշտ ազատելի շուրջը, բարձ է, որ վերջինս ամեն ինչ կանի Իրաքում եւ Սիրիայում իր դիրքերն ուժեղացնելու համար։ Իսկ քրդական խնդիրը նաեւ ներթուրքական խնդիր է։ Այսինքն ներքաղաքական խնդիրներ լուծելու Էրդողանի արդարություն եւ զարգացում կուսակցության ծրագրերը կարող են Թուրքիայի ներսում ել ավելի ակտիվացնել թուրք-քրդական հակամարտությունը, որին անպայման կմիջամտեն նաեւ Թեհրանը, Վաշինգտոնը, Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը։ Բոլորն էլ իդեպ դեմ չեն, որպեսզի Թուրքիան թաթախված լինի նման հակամարտության մեջ։ Ինչու ոչ։ Թշնամուց թշնամին իմ բարեկամն է բանաձևը միշտ էլ արդիական է եղել այդ տարածաշրջանի համար։ Եվ ուրեմն շնորհավորում եմ Թուրքիային։ Մեծ ճաշ ունի ուտելու։ Իր եփած ճաշը, բարի ախորժակ։